Ողջույն, եթերում նորից fake review-ն է։ Մենք ուսումնասիրում ենք համացանցի ամենաանբռնազբոս fake-երը։ Այս անգամ ռուսական մի լրատվամիջոց, անունը չտանք, չնայած ինչի անունը չտանք, լավ էլ տալու եմ։ Ուրեմն էս Russia Today-ը մի հատ կոնկրետ շառ է արել մի երեխայի վրա, մեղադրելով նրան լացկան լինելու մեջ։ Տո լացկանը դուք եք։ Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ վարչապետ Փաշինյանը սրտիկաձև թխված բլիթ է տալիս երեխային, ով այն դեն է նետում եւ լաց լինում։ Russia Today-ը հրապարակել է տեսանյութը եւ իր էջում գրել. ՀՀ վարչապետ Փաշինյանը ստիպել է երեխային թխված կաբլիթ վերցնել։ Երեխան սկսել է լաց լինել։ Օյ, կակայա դրամա։ Բուն տեսանյութում գրված է. երեխային չես խափի։ Այո, հենց փ-ով։ Բա մեզ ուզում եք խափել։ Այ, Մարգարիտա։ Հետո է պրոֆեսիոնալիզմից ես խոսում։ Լավ, ռուսական լրատվամիջոցը մի կողմ։ Բայց այս տեսանյութը X-ից բացի տարածվել է նաև Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում եւ շատ այլ սոցիալական հարթակներում։ Բնականաբար մենք չենք կարող աչքաթող անել մեկնաբանությունները։ Ապրես, բալես, ոգևորվում է քաղաքացին։ Նույն ոճի մեջ է նաև խելացի երեխա է։ Այո, Wunderkind։ Լավ է, որ շուտ գլխի ընկավ։ Երեխան զգում է, ով է իրականում խափում եւ ով է կեղծավորը։ Ու ազգակործան պատուհաս։ Даже ребенок почувствовал, что рядом предатель։ Դատել։ Այդ մարդը ինչ է տվել որ։ Շատ են նաև վարչապետին պաշտպանող մեկնաբանությունները։ Սակայն ինչպես պարզվեց, տեսանյութում երեխայի լացելու հատվածը գեներացված է արհեստական բանականությամբ։ Արա էս ինչ արիր դու աբո։ Սկզբնաղբյուր տեսանյութում երևում է, որ երեխան լավ էլ դուխով վերցնում է պեչենին։ Էս ինչ լավ պեչենի է, եղբայր։ Լավ, տատիկներին կարելի է հասկանալ, ովքեր ոգևորվում են թռչող կատուների եւ պարող փղերի տեսանյութերով, բայց միլիոնանոց լսարան ունեցող միջազգային լրատվամիջոցը լուրջ եք ասում, вы серьезно? Так дело не идет։ Եվ ինչպես ասում էր Վլադիմիր Իլիչ Լենինը, մի հավատացեք ամեն ինչի, ինչ ասում են ինտերնետում։ Եթերում fake review-ներ։